օգուտը կլինի քո տղայի կյանքը։ Ու հավատացնում եմ քեզ, կլինի նաև մի հատ կալորիկ գումար, որով հանգիստ կարող ես ապահովել տղայի ապագան։ Գիտես, ես մտածում էի, որ դու Արամի մահից հետո ինձ հանգիստ կթողնես։ Սխալ էր։ Այս ամենը սխալ էր։ Ինչի ես շփտում։ Ասում ես ինչի համար էր կանչել։ Սա ինչ էր։ Ինչը։ Ես կույր ձևանամ, թե միամիտ։ Կարող է ինչ լնամա գնում ընդ պատմում ես բժիշկ։ Արա դու вообще կուրս ես, տես դու կաշիրես ոնց են վարում։ Գմանորի չես սկսի։ Բայց դու էր ասում չէ, որ քո ոտքը այս աշխատասենյակ չի մտնի, որ ոչ ոք չիմանա չկասկածի, չէ ցավտան։ Ինձ թվում է բոլորը արդեն վաղուց ամեն ինչ գիտեն։ Պապ։ Լսում եմ։ Կարող ենք հանդիպել։ Դու արել ես ինչ որ պետք էր։ Հա, հենց նոր հանդիպեցի Մարիամի հետ եւ առաջարկեցի։ Եվ ինչպես եւ կանխատեսել էիր, հրաժարվեց։ Դեռ մի բան էլ ասեց, որ ես այդ գնով գնորդ չեմ գտնի երբեք։ Լավ, դու գնա տուն։ Ես կկապնվեմ քեզ հետ ավելի ուշ։ Ոնց կարայիր ինձ այսքան ժամանակ խաբեիր, Նարեկ, ոնց։ Շուշ, ես ուզում էի քեզ ասել։ Ուղղակի մտածում եմ հələ պատրաստ չես այդ ամեն ինչը ընդունել։ Ու քեզ թվում է ես երբևէ կկարողանայի դրա հետ համակերպվել։ Հասկանայի, որ դու ինչ որ մի հատ հոգեկան հիվանդի հետ միասին ինձ տարել եք չգիտեմ ուր ու Լսի, ես չեմ իմացել, որ դու ուտեղ ես։ Ես չեմ իմացել, որ ինքը քեզ փախցրել է։ Ես ուղղակի եկա տեսա դու արդեն այդտեղ ես։ Այդ կապ չունի, որ դու այդ ժամանակ այդտեղ չես եղել։ Միևնույնն է, դու իրանցից մեկն ես։ Լսի, հիմա սխալ է սենց թողել գնալը։ Ես քեզ ամեն ինչ կբացատրեմ։ Լսի, տես քեզ ինչ եմ ասում։ Այլևս երբեք չփնտրես ինձ։ Ես քո դեմքը չեմ ուզում տեսնեմ ու չեմ ուզում քեզ երբևէ լսեմ։ Այվազանին եմ բերել, պարոն Մանուկյան։ Ասա թող ներս գա։ Արի, նստի։ Ես եմ ու լուրջ հարցել եմ եկել։ Նախ դու չես եկել, քեզ բերել են։ Ու կխոսասեմ վաղտ, երբ որ կասեմ։ Հիմա պատասխանի իմ հարցին։ Ինչ գործ ունես աղջկաս հետ։
Դա շատ վտանգավոր է։ Ես չգիտեմ, թե ինձ ինչ է սպասվում։ Ես ուզում եմ պաշտոնապես հայտարարել ու հաստատել, որ Էլեն Ադամյանի մահվան մեջ եղավոր եմ միայն ես։ Ես եմ երեխային սպանել երեխային։ Հետո դեղերի ամպուլաները գցել եմ Արտոյի բժշկական խալաթի գրպանը։ Արտո Այվազյանը ոչինչ չի իմացել։ Հակառակը նա փորձում էր ամեն ինչ անել, որ փրկի երեխայի կյանքը։ Մեղավորը ես եմ։ Արտո Այվազյանը այսօր պատիժ է կրում մի հանցանքի համար, որի համար մեղավոր չի։ Ես ուզում եմ այս ամեն ինչը պատմեմ պատկան մարմիններին, բայց կարծում եմ, եթե ինչ-որ մեկը հիմա նայում այս տեսանյութը, ուրեմն իրականացել են իմ ամենասարսափելի սպասումները։ Հայք ես ինվորմացիա, հայք ես շրջադարձ, հարվածը հասրել են ամենա անսպասելի տեղից, Արտոյի գլխին սարքել այդ ամենամոտիկ ընկերը։ Ես չեմ հասկանում, ինչ աղջիկ։ Լսի, պատկերացնում ես, քո նման քանիստն ես կաբինետով անցնում։ Ու քեզ ինչ է թվում, ես պետքա քո ես անմեղ աչքերին հավատամ, հա? Լսեք, պարոն Մարուքյան, ես կարևոր հարցով եմ եկել ձեր մոտ, ու չեմ կարող հասկանամ ձեր աղջիկը ինչ կապ ունի իմ հետ ու այս հարցի հետ։ Ճիշտն ասա, չնայած ես արդեն գիտեմ, թե դու ոնց ես դասավորել այդ ամեն ինչը։ Նախ աղջկաս մոտ ջերմ հարաբերություն ես ստեղծել, այդ խեղճ երեխու ուղեղը կերել ես, ինքն է որ քեզ հարգում է որպես իր նախկին դասախոս, ու ստիպել ես աղջկաս, որ գա իմ մոտ քո համար բարեխոսի, չէ՞։ Ինձ համար ծիծաղելի է, ինչ աղջկա մասին եք խոսում ախր։ Լսի, դու լավ էլ իմացել ես, թե Նարեն ով է, ում աղջիկն է։ Ու իմացել ես, որ ինքը իմ աղջիկն է, ատես չի։ Ինչ, Նարեն, Նարեն ձեր աղջիկն է։ Յա, ես նոր իմացար, հա։ Ես չգիտեի։ Դե հիմա լսի ինչ եմ ասում։ Կիլոմետրերով Նարեից հեռու ես մնում։ Ինչ ուզում ալնի, դեպի Բուշկետ, երբ որ Նարեի հերթն ալնում, մոռանում ես, ուզում ես մեռի, ուզում ես վատացի, ինչ վիճակով ուզում ես ալի, եթե իմացան Նարեն ընդ է, քո ոտը ընդ է չտեսնեմ։ Եղավ։ Եթե մի անգամ էլ փորձես աղջկաս միջոցով քո գործերը դասավորես, այն օրվա ծեծը քո համար երազ է երևալու։ Մի սպառնացեք ինձ։ Սպառնամ, ես հլը զգուշացում եմ։ Ուրեմն մի զգուշացրեք ինձ։ Ես ոչ մի կապ չունեմ ձեր աղջկա հետ։ Ուզում եմ ձեզ հստակ ու պարզ ասել, որ ձեր աղջիկն է մոտեցել ինձ ու ասել, որ ինքը իմ ուսանողուհին է եղել։ Ինքն է ինձ դրա մասին ասել, ոչ թե ես։ Դու կարաս Նարեի մոտ սենց միամիտ խաղեր խաղաս, բայց իմ մոտ այդ խաղերը չի անցնի։ Ինքը հլը երեխա է, շատ բան չի հասկանում։ Լսեք, բա որ երեխա ինչ եք թույլ տվել այստեղ աշխատի։ Տրամաբանական է, այստեղ սաղ մարդասպաններ ու հանցագործներ են։ Դու մի մարդասպան էլ դու ես։ Եթե այդքան բան հասկանում ես, ուրեմն հեռու մնա աղջկանից ես։
Ես այս բանը նորից չեմ կրկնելու։ Հասկացար։ Եթե ձեր աղջիկը ինձ հետ շփվի, մի երկու կարևոր բան ավել կսովորի, դա իրեն պետք է գա, հաստատ իմացեք։ Ես ինչ մեծ կարծիք ունես քո մասին, լսի, ես քեզ սատկացնել չեմ տալիս մենակ մի պատճառով, որ նարեն չնեղվի։ Դե չգիտես, չէ՞։ Էն օրը կգցվեմ, ինձ պետք է ընդամենը մի հատ սխալ, ընդամենը մի փոքր սխալ։ Ներեցեք, բայց երկար եք սպասել։ Ոչինչ, ես համբերատար մարդ եմ, կհամբերեմ։ Դե հիմա կարաս հանգիստ ասես, ինչ էիր ուզում ինձ վռած տեսնես, եթե միտքդ չես փոխել։ Դե դու քո աչքով տեսար, թե գործերը ոնց են գնում։ Հիմա մեր հանքերն ավելի շատ եկամուտ են տալի, քան թե իրանց։ Չնայած որ իրանք ագահություն արեցին։ Որովհետև խնդիրը քանակը չի, խնդիրը օգտագործելն է, ճիշտ օգտագործելը։ Ահա ճիշտ ես։ Վերջին գործարքները լավն էին, հաջող էին ապրես։ Գիտեմ։ Ասա։ Պարոն Այվազյան, Ադամյանների հանքերին գից պահեսներից ինկասեցիայի մեքենան շարժվեց։ Լավ, շատ լավ։ Ինչ ա եղել։ Մարկ Ադամյանը կնքել է իր կյանքի ամենահաջող գործարքը։ Սանո, մեքենան դուրս է եկել արդեն, դու գիտես ինչ պետք է անես։ Ժամանակն է, որ իմանան, թե Այվազյանները ոնց են իրանց պատասխանը տալիս։ Այդ հանգստացի ասում եմ։ Չէ հա, ոտեն շտապի մեջ հա։ Լավ։ Սիրյոկ, ուշադիր լսի ինչ ես անում։ Գործդ հստակ ես անում, մի միլիմետր չես շեղվում։ Հա, եթե շեղվել ես, այդ ճաղատովդ անձամբ ես եմ զբաղվելու։ Պարզ հա, դե ուշադիր գործիդ նայի։ Հա, ասում եմ։ Դու ամեն ինչ իմ ասացով արա։ Եղավ, ունեց որ երկու ձև կա, ես անգամ կամ լավ փող ես բռնելու, կամ էլ մահդ ես բռնելու, Սիրյոկ։ Դե դավայ գործիդ նայի։ Մարկոս, այդ կոնտրակտը քթերից դա գալու։ Ինչ անեմ, ում հանեմ կարծերից։ Մնացին հանեք կարծերից, խնդրում եմ ձեզ։ Ինքը լուրջ վնասվածք ունի։ Վերքը բորբոքման ենթակա է։ Եթե ամեն օր չմշակենք, լուրջ խնդիրներ կառաջանան։ Ինչ վերք։ Դուք գիտեք դրա մասին։ Դուք այդ օրն եք հենց իմացել։ Ինչ ա եղել որ։ Մենակ չասեք, որ մոռացել եք։ Պետք է հիշեի, որ մոռանայի, չէ՞։ Ուրեմն այսպես մենք խոսել ենք այդ թեմայի շուրջ ու բավականին լուրջ։ Եվ ես համոզված եմ, որ դուք տեղյակ եք։ Խնդիրը դրա մեջ չի, խնդիրը նրա մեջ է, որ մնացը լուրջ բժշկի կարիք ունի։ Ու եթե ինքը երկար մնա կարծերում, դուք պատասխանատու կլինեք իր առողջության համար։ Դու լսի այդ գիտունիք։ Եթե այդքան մնացի մասին մտածող էիր։ Այդ բանը հենց կամերի մեջ չպետք է անեիր, հենց միանգամից պետք է ուղարկեիր բուժկետ։ Եթե հայտնած ելնեիք համապատասխան մարմինների, դրա հիմքի վրա ես մնացին կարծր չէի ուղարկի։ Եթե պաշտոնապես հաստատված չի, ուրեմն չի եղել նման բան, հա։
Ես չեմ հասկանում, դու ես ինչ մարդ ես։ Ընդհանրապես պրոբլեմ չունես։ Հա? Այդ մնացի պրոբլեմն էլ քեզ են տվել։ Մնացը իմ։ Քո ինչն է։ Ախպերը տա, հիվանդը տա, ընկերը տա, կռիշը տա, ով է։ Դու ստեղ բժիշկ ես, որ հիվանդ ունենաս։ Լավ իմացի։ Ստեղ դու ոչ մի բան ես։ Ընդհանրապես սաղ, ստեղ ոչ մի բան են։ Ստեղի կրիշը մենակ ես եմ։ Ու ստեղ գալդ ջրի ճամփա չսարքես։ Գրիգորյան։ Տարեք սրան։ Ու ամեն մի դիմում սրտներիդ մոտիկ մի ընդունեք։ Ստեղ հոգեբանի կաբինետ չի, որ երբ ուզենաս գաս։ Ստեղ լուրջ տեղա, լուրջ հարցեր է լուծվում։ Տար։ Էլ երբեք քեզ մոտ չեմ թողնի, այս սուտն ինձ արդեն հերիք էր։ Պետք է շուտ պատմեի ամեն ինչ։ Հիմա ինչ էլ ասեմ չի լսի։ Ասա լսում եմ։ Բայց այդ լավ է, որ Մարկոսն ու հորոխներս գնացել են այդտեղ։ Այդ նշանակում է, որ ամեն ինչ նորմալ է։ Կարակ արդեն դուրս գաք ապրանքի վրա։ Պոնտ կարող է չհասցնենք դրանց։ Դրանք շատ արագ են գնում։ Բա կարող է գիտես եկել ու դեռ ծաղիկ հավաքելու ասում, շատ արագ է գնում։ Լսի, առանց այդ ոսկու պարտիայի աչքից չերևաս։ Բարձա։ Լավ։ Давай. Անուշ եղավ։ Ինչ է եղել։ Բան չէ։ Ինչ պիտի համոզեմ։ Լուրջ բան, Դու քեզ ինչ է Միքո։ Այդ հաստատ Այվազյանների աղջիկը հետա չէ կապված։ Դու ինչ գիտես։ Գիտեմ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Ուզում ես ասեմ որտեղից գիտեմ, թե ոնց ենք հանդիպում, Սիլիբիլիանում, Ռոմեո, Իզոլդա խաղում։ Ռոմեո ու Ջուլիետա։ Չէ։ Դուք եք խաղում։ Արա Միքո չես տնում ներ չկա, ինչ ես բացվել։ Ես չեմ բացվել։ Լուրջ եմ ասում։ Դուք ուր, Շեքսպիրն ուր, դուք ոնց կարեք Շեքսպիր խաղաք։ Դրա համար էլ ասում եմ Ռոմեո Իզոլդա։ Չնայած ճիշտ ես ասում։ Մերը լրիվ ուրիշ ստեղծագործություն է։ Ճիշտ է։ Դուք լրիվ ուրիշ պիեսներից եք։ Այս ուրիշ է, այս հավանեցի։ Բայց ամեն դեպքում
Ասա ախպերդ էլ իմանա ինչ ա եղել։ Իմացել որ Մոնտեգյու ես։ Որտեղից գիտես, որ հանդիպում ենք։ Մարդը իդրել իր հետևում էր։ Հանգիստ։ Վետ ուղղակի համոզվելու համար, որ մոտդ ամեն ինչ նորմալ է։ Միքոս ուսմանա թե չկմորթեմ եսա։ Ես քո համար էի անհանգստանում։ Ոնց։ Ինձ ու սիրածս աղջկան հետևելով արա։ Նարեկ, ընենց բան չի հետևվել կամ ընենց բան չի տեսնվել, որի համար ես ու դու որպես ախպեր հենց հիմա կապած չէինք իրան։ Լսի։ Ես ախպերների հետ քացերի համար կռիվ չեմ անում։ Արա միակ էլ ես բան ասեք սպանեմ արաստեք ես։ Հասկացար Միքո։ Տենց, հա։ Չափերը լրիվ անցել ես արդեն։ Եթե այն ժամանակ խելքիդ բրթածը չաներ, այդ աղջկան չտաներ, հիմա սենց պրոբլեմի առաջ չէի կայնի ես, Միքո։ Ինչ պրոբլեմ։ Ինչ կապ ունի։ Ես եմ արել իմ վրայա։ Ես էլ հետդ եմ եղել, չես հասկանում։ Ինքն էլ դրա մասին գիտի։ Ոնց։ Նարեկ, ես սիրտդ բացել ես մոտը։ Չէ, սիրտս չեմ բացել։ Խոսացել եմ, ձենս ճանաչելա։ Ալադեց աղջիկ։ Տաղանդավոր ընտանիքա։ Ջութը կահարի լսողություն ունի։ Ոչ ուզում ա լսի, ոչ է ուզում ա երեսս տենա։ Դրա համար ես էսորի։ Հարի գնենք այնքան սիրում կոկլ աղջիկ գտնեմ քո համար, որ հերթն իրան ուտի։ Միքո մատ լրջացի։ Արա ոնց կարա իր մարդ դներ ինձ հետևեր։ Արածդ կոկորտից նստած արա։ Չեմ ջոգում, ինչ չես վստահում, չես հավատում։ Ես ով եմ վաբշե, թե ելն եմ եթամ ստեից։ Չէ, հանգիստ նստի։ Մարդ եմ դրել, որովհետև կորած է իր, տարօրինակ է իր, փոխվել է իր նարեկ ախպեր։ Ես էլ մտածում էի, հո բան չի եղել։ Լսի, այս թեման քո համար փակ է։ Ես չեմ ուզում էլ քո հետ սրա մասին խոսամ։ Պրոստը հետաքրքիր է, բա ում հետ ես խոսալու։ Գնալու ես հորդ ասես պապ, աղբորս սպանողի, աղջկան եմ սիրահարվել, հա? Ախր ես տենում եմ ինչի մեջ ես։ Ես հասկանում եմ սրա լրջությունը, Նարեկ։ Ու մեկա ես չննող պահա։ Իմ համար արդեն մեկ այն շկարա լինի։ Այդ աղջիկը Այվազյանների հետ ոչ մի ընդհանուր բան չունի։ Ինքը ու լրիվ ուրիշ աշխարհից է։ Գրիգ Այվազյանի աղջիկը իր հետ կապ չունի։ Լավ է գիտես, շատ լավ է։ Քո հետ ինչ է կատարվում նրա։ Դուք ես կողքից նայում ես, հա? Զգում ես իրոք հետդ ինչ է կատարվում։ Այդ քեզի բան։ Ոխանակ շնորհակալ լինի։ Մի բան էլ մեղադրում է, հա? Ընդեղ ես եղել։ Դու էիր ընդեղ, որ իրան հետ տարար։ Դու աղբորդ դեմ դուրս եկար իրա համար։ Դու իրան փրկեցիր։ Ու այդ ամեն ինչը իրա համար մեկ է։ Չգիտեմ, մեկ է, մեկ չի, բայց փաստը այն է, որ չի ուզում ինձ լսի։ Չի ուզում իմանա ոնց ա եղել, ինչ ա եղել։ Չի ուզում թող չլսի։ Չի ուզում լսի։ Մեկը ձեր հարաբերությունները երկար կյանք չունեին Նարեկ։ Հաստատ չունեին։
Դու պատկերացնում ես, թոփը լանտերը իմանա սրա մասին։ Եթե Շուշանը ուզեց Միքո, Սանոս դե արդեն էական չի, ոչ մի բանը չի կարա ասի։ Նարեկ ով է Շուշան։ Ով է Շուշանը, Նարեկ։ Շուշանը տնտանիքում փոքր մարդ է, որ Սանոն ինչ որտեղ Շուշանին հաշվի առնի։ Երեք ուզում էր, այսօր չի ուզում մեր քուրը։ Վախ։ Արի ավել լավ է։ Մի բաժակ բան խմենք։ Չես վռազում, չէ։ Ինչ ես ինձ ստեղ բերել։ Ստեղ հանդիպում ունես։ Պարզ է։ Ապրես։ 5 րոպե։ Էդ էլ է շատ։ Էդ ինչ հանդիպում էր, որ կամերուն չէին կարա խոսենք։ Դու ես вообще քո դիշ դու նրան խոսալու։ Կարող է բժշկական կոնսուլտացիայի կարիք ունես։ Այդ կոնսուլտացիան, հեսա քեզ է պետք գալու, լսում ես, Ես ինչ ես անում արա։ Չանվճար կոնսուլտացիա։ Ջողում ես քո վիճակը ոնց ես բարձրում արա։ Ես ինչ հարիր արա։ Ես նրա համար որ գլխից այդ մեծ գործեր չբռնես։ Եթե մի անգամ էլ նման բան արեցիր կպատժեմ, խոսք եմ տալիս։ Արա դու ով ես։ Որից պատժես։ Հանունս Իշի Արտոյա։ Եթե մի միլիմետր ավել մտցնեի 5 րոպե չէիր դիմանա։ Կապրես չես մեռնի։ Ես ինչ արի կարա։ Լավ էլ հանդիպում էիր կազմակերպել։ Դսի քեզ ինչ եմ ասում արա։ Հրկի մեռնում է։ Ռանդ քաշի կնա կամերա ու թեք կելնի։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Քննիչ Սահակյան։ Լսում եմ։ Ես պիտի խուզարկեմ Արթուր Մակարյանի սենյակը։ Հետաքննության մանրամասները պարզելու համար։ Խնդրեմ, բայց ես եմ հավաքել նրա աշխատասենյակից բոլոր իրերը 3։ Հավաքել եք։ Շատ լավ եք արել։ Եվ որտեղ են դրանք։ Նրա բարեկամը եկավ, վերցրեց ամբողջը եւ տարավ։ Բարև։ Դե այստեղ պահելու իմաստ էլ չկար։ Հա, իհարկե։ Ով էր, ինչ էր, ինչ բարեկամ։ Անկեղծ ասած չգիտեմ, ասում էր, որ Հայաստանում չեն ապրում, հատուկ այդ դեպքի առիթով են եկել։ Շատ լավ, ներեցեք, իսկ կարող եք հիշել ինչեր կային իրերի մեջ։ Որոշ անձնական թղթեր, փաստաթղթեր, պատվոգրեր, նկարներ, շատ չէին։ Ներեցեք, իսկ չարցրեցիք բարեկամի անունը ինչ է։ Չէ, չարցրեցի։ Դե կասկածելու ինչ կար, միայն բարեկամը կարող էր գալ անձնական իրերի հետևից։ Հա, իհարկե, ճիշտ եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Ցտեսություն։ Բարեկամ արտասահմանից։ Ով է ինձնից առաջ ընկելով։ Լավն է, վալետը։ Հարցեր։ Էդ ի՞նչ է։ Հարունա,
Բայց իմ արունը չի։ Բաումն, հա։ Հաշվել գիտես, մի հատ ներկա բացական։ Կարող է իմանալ Ժիրոն ուրա, դոկտոր։ Ես իմ ուրա։ Ինքը գիտի այդ հարցը քեզ ինչի համար է տալիս։ Իրա լավ չէր զգում երևի գնաց բուժկետ։ Շարունակի 4-8 էս տոմը։ Վատ կանխազգացում ունեմ։ Բա որ ճանապարհին մի բան եղած լինի։ Ասենք ավտոյի վրա հարձակված լինեն, տարած լինեն։ Ես շատ գիտեմ։ Իմ պապայի ժամանակ ոնց էր այն արաբների դեպքը հիշում ես։ Մարկ, այս գործարքի մասին գիտենք ես դու, Վանյանը ու պահեստապետդ, որ մեկ ինչ ես վստահում։ Արտոնա խփել։ Ամեն դեպքում միայն հյուսվածքներն ու օրգանները հստակ իմացող մարդը կարող էր այդպես հարվածել։ Դու ավելի լավ ուղեգիր ես գրես ու աշխատը շատ չխորանաս։ Ինչ։ Ով արել։ Ոնց կարար այդպես բանել ներարա։ Ինչ ես ասում։ Ոնց է այդպես բան հնարավոր։ Ինչ է եղել։ Մեզանից առաջ են ընկել։ Ինչ։ Ով։ Դրա մասին ով է իմացել։